Մի քանի կարևոր նորություններ իրավակարգավորումների մեջ, որոնք անհրաժեշտ է, որ դուք իմանաք։ Խոսքը վերաբերում է հետևյալին. նախ, այսօրվանից բացվել է հայտարարագրման հարթակը եւ դուք կարող եք լրացնել հայտարարագրերը։ Հիշեցնեմ, որ այս տարվանից Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները պետք է ներկայացնեն հայտարարագիր, անկախ նրանից աշխատում են թե ոչ, թոշակառու են թե ոչ, եւ առհասարակ երբևէ որևէ ձևով աշխատել են թե ոչ։ Նորամուծությունը, որը վերջերս է կարգավորման ենթարկվել, հետևյալն է. եթե անցյալ տարի օրինակ մինչև 300,000 դրամ ոչ ընտանիքի անդամի կողմից փոխանցումները ենթակա չէին հայտարարագրման, ապա այժմ մինչև 1 միլիոն դրամի ոչ ընտանիքի անդամ հանդիսացող անձի կողմից փոխանցումները ենթակա չեն հայտարարագրման։ Ընտանիքի անդամների միջև փոխանցումների հարցում գումարային սահմանափակում չկա։ Խոսքը վերաբերում է մեկ անգամյա փոխանցմանը եւ սահմանափակում չկա ժամանակի ու տարածության մեջ, այսինքն կարելի է, չգիտեմ, 4 օրվա մեջ 4 անգամ նմանատիպ փոխանցում անել։ Խոսքը վերաբերում է մեկ անգամյա գումարին, հա, վարկերը ստացված անկախ գումարի չափից ենթակա չեն հայտարարագրման եկամուտների հայտարարագրում։ Ժառանգություն, նվիրատվություն, մինչև 1 միլիոն դրամ ոչ ընտանիքի անդամի կողմից ստացված գումարները եւս ենթակա չեն հայտարարագրման։ Մի քանի այլ փոփոխություններ եւս կան, որոնք առավել հասցեական են, եթե հարցեր ունեք, սիրով կպատասխանեմ։ Մյուս հարցը, որին ուզում եմ անդրադառնալ, հետևյալն է. ֆինանսական բուրգ հանդիսացող Hello Bit-ը վերադարձել է, փոխելով սերվերները, հասցեները եւ այլն, բայց վերադարձել է GXM Coin անվամբ, որը այժմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից փորձում է ներգրավել գումարներ։ Hello Bit-ի գումարները, ասեմ, որ կանխիկացվել են Չինաստանում։ Այս տեղեկատվությանը տիրապետում եմ հարցման հիման վրա ներքին գործերի նախարարությունից ստացված պատասխանի արդյունքներով։ Այնպես որ հորդորում եմ զգույշ լինել, մինչև համապատասխան միջոցները կձեռնարկվեն եւ դա եւս կարգելափակվի այդ կայքը։ Եվ երրորդ փոփոխությունը, որին ուզում եմ անդրադառնալ, ավելի ճիշտ նորամուծությունը, կարգավորումը հետեւյալն է. Ucom, Vivasel եւ այլ օպերատորները ըստ էության Telcel, EasyPay վճարային կազմակերպությունների հետ չէին եկել համաձայնության միջնորդավճարի մասով եւ դադարեցրել էին իրենց ծառայությունները այս մասով եւ Հայաստանի քաղաքացիները չէին կարող կապի օպերատորների միջոցով հասանելի ծառայություններին ունենալ իրենց ուրեմն դրա միջոցով կատարել համապատասխան գործարքներ։ Մրցակցության պաշտպանության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը աննախադեպ որոշում է կայացրել, կիրառել է միջանկյալ միջոց ու ասել, որ քանի դեռ իրենք չեն պարզել կա հակամրցակցային համաձայնություն թե ոչ, այս ընկերությունները Հայաստանի քաղաքացիներին կշարունակեն մատուցել ծառայություններ եւ քաղաքացիները կկարողանան Telcel-ի, EasyPay-ի ու մյուսների միջոցով կատարել իրենց գործարքները մինչեւ վերջնական որոշման կայացումը։ Եղեք տեղեկացված։